Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը 2025 թվականի մայիսին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2024 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը։ Որպես անշարժ գույք պետնախագահը հայտարարագրել է համատեղ սեփականության իրավունքով մեկ բնակարան և մեկ ավտոկայանատեղի Երևանում, որոնք տարեվերջում պահպանվել են։ Տարվա ընթացքում որպես եկամուտ նա ստացել է 15 միլիոն 915,842 դրամ աշխատավարձ և 3 միլիոն 997,782 դրամ եկամտային հարկի վերադարձ ֆինանսների նախարարությունից, 3 միլիոն 353,566 դրամ այլ եկամուտներ պետական եկամուտների կոմիտեից, ինչպես նաև 94,039 դրամ ապահովագրական հատուցումներ հաշվապահական ծրագրեր ընկերությունից։ Հակոբյանը 20 միլիոն 901,643 դրամ հանձնած փոխառություն ունի ML Mining ընկերությունում։ 2024-ի տարեվերջում նրա բանկային հաշվին եղել է 7 միլիոն 722,645 դրամ, իսկ անխիտ միջոցները կազմել է 4 միլիոն դրամ։ Հակոբյանը հայտարարագրել է նաև 5 միլիոն 449,759 դրամ վարկի մարման ուղղված վճարումներ։ Պետնախագահի կինը Անուշ Միքայելյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է 2 բնակարան և 1 ավտոկայանատեղի Երևանում, որոնք տարեվերջում պահպանվել են։ Գույքերից մեկը միանձնյա, երկուսը համատեղ սեփականության իրավունքով է։ Տարվա ընթացքում նա ունեցել է 2012 թվականի արտադրության Toyota Magnitsky ավտոմեքենա, որն օտարել է 4 միլիոն դրամով, փոխարենը ձեռք բերելով 2018 թվականի արտադրության Mazda Magnitsky ավտոմեքենա 6 միլիոն դրամով։ Որպես տարեկան եկամուտ Միքայելյանը հայտարարագրել է 525,000 դրամ նվիրատվության կամ օգնության կարգով ստացված միջոցներ Էդուարդ Հակոբյանից, 79,000 դրամ ապահովագրական հատուցումներ FS ապահովագրական ընկերությունից, 700,000 դրամ նվիրատվության կամ օգնության կարգով ստացված միջոցներ Զարիկ Հայրապետյանից, 13 միլիոն 48,621 դրամ աշխատավարձ հայկական ծրագրեր ընկերությունից, 804,830 դրամ աշխատավարձ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից, 1 միլիոն 154,353 դրամ շահաբաժին Էջմիածնի սարքաշինական գործարանից, 4 միլիոն դրամ գույք օտարելուց ստացված եկամուտ Սարգիս Սարգսյանից, $109 տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս Կոնվերսբանկից և 871,124 դրամ եկամտային հարկի վերադարձ ֆինանսների նախարարությունից։ Նա 1 միլիոն 97,750 դրամի բաժնետոմս ունի մի ընկերությունում, որի անունը նշված չէ։ Նաև հայտարարագրել է $16,528 Ավանդ բանկում։ 2024-ի տարեվերջում Միքայելյանի բանկային հաշիվներին եղել են 2 միլիոն 689,323 դրամ, 9 եվրո և 2 դոլար, իսկ անխիտ միջոցները կազմել է 800,000 դրամ։ Նա հայտարարագրել է նաև 2 միլիոն 563,632 դրամ վարկի մարման ուղղված վճարումներ և 6 միլիոն դրամ այլ միանվագ ծախս։